Մասլեն էլ գող չի։ Իդեպ մեր ոդկասթները բաց չի թողնում։ Հա? Մեր Դե ոդկասթ ողջունենք նրան։ շրջապատում նույնիսկ ունենալ մարդ, որ ռոմանտիկ կապի մեջ կարա լինի իր քեռու կնոջ հետ, դա իմ համար ոնց ասեմ, դա անընկալելի է։ Բայց դա ըստ այսպես կոչված պանյատների նորմալ է, որով ապրում է Վարդանը։ Դետրիչ Ներսիսյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել, դրանով իսկ սատար է կանգնել իրենց բառերով ասած այն սրբապղծությանը, որը որ արել է Արշակ Խաչատրյանը։ Սերժ Սարգսյանի պատգամավորները գիտես ոնց էին հարձակվել Աջապահյանի վրա։ Ժողովուրդ ջան, փողով ամեն ինչ չի, որ կարա սառնես։ Վակ, հասկանում եմ ինչ ես ասում, բայց ես ամաչում եմ այս թեմայից։ Ես էլ եմ ամաչում, Ես չեմ ուզում խոսենք մենք այս թեմայից։ Հիմա ուղղակի իսկ մրցույթ է, թե որ լրատվականը ինչքանով կծախվի, որ ընդդիմադիր քաղաքական ուժի։ Մի շարք լրագրողների, ես կասեի նույնիսկ երևի կեսից ավելիի ջանքերի շնորհիվ հիմա լրագրողը Հայաստանի ամենաչհարգված մասնագիտություններից մեկն է։ Պարոն Սարգսյան, պարոն Սերժ Սարգսյան, հազար ներողություն, բայց պարոն Թաթոյանը, ձեր Արմանը մի երկու անգամ ձեզ sense թեթև կսմիթ անի, էլ։ Մեկին էլ sense կնշանակենք, կասենք դավայ դու վարչապետ ես լինում։ Սերժ Կտիչ Ներսյանի երգը երգված է։ Բարև Ռուբեն։ Բարև Վակ։ Երկար ժամանակա չենք խոսացել ու երկար դադարից հետո ամբիոնը վերադառնում է ու շատ թեմաներ են կուտակվել խոսելու։ Մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ մենք սա ձայնագրում ենք 5-շաբթի օրը, բայց այն հավանաբար եթեր կգնա ուրբաթ ու այսօրվա ամենակարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ, դա Հայ Առաքելական եկեղեցու 9 եպիսկոպոսների մի մասն ասում է 9, մյուս մասն ասում է 10։ Ես էլ եմ 10 հաշվել, բայց այնտեղ քանի որ մեկի նկարծեմ ստորագրություն չէր բաներ, այնուամենայնիվ մարդկանց 10 եպիսկոպոս 9 կամ 10 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների գրություններ այն մասին, որտեղ որ փաստացի ասում են, որ փորձաքննություն են արել եւ ողջել են, որ այն վիդեոն, որը որ վերագրվում է Արշակ Խաչատրյանին կամ Արշակ Սրբազանին ոմանց համար, որտեղ վերջինս ռոմանտիկ կապի մեջ է իր քեռակնոջ հետ, իսկական է ըստ այդ փորձաքննության, որ դրա մասին տեղեկացրել են Կտրիչ Ներսիսյանին եւ Կտրիչ Ներսիսյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել, դրանով իսկ սատար է կանգնել իրենց բառերով ասած այն սրբապղծությանը, որը որ արել է Արշակ Խաչատրյանը եւ փաստացի կոչ են անում բոլորին միանալ ու ազատել Հայ Առաքելական եկեղեցին սրբապղծությունից։ Դե տես, ես չեմ անդառնա Արշակի անուն չեմ հիշում, Սամվել, չէ, եթե չեմ սխալվում, Ավազանի անունը, հա, Սամվել Խաչատրյանի դեպքին մի անգամ ես հրապարակային գրառմամբ եմ անդրադարձել եմ, ինչպես եմ ես վերաբերվում այդ ամեն ինչին, բայց ինձ համար կարևորը հետեւյալն է, որ վերջապես Հայ Առաքելական եկեղեցու այս թվով, այսինքն 9 կամ 10 թվով բարձրաստիճան սպասավորներ իրենց դժգոհությունը բարձրացրեցին Կտրիչ Ներսյանի դեմ, այսինքն հայտ ներկայացրեցին պայքարելու Կտրիչ Ներսյանի աստվածամարդ եւ հակաեկեղեցական արշավի դեմ, եւ սա շատ դրական է եւ արդեն ակնհայտ էլ դառնում է, որ վերջ Կտրիչ Ներսյանի երգը երգված է։ Առավել քան երգված։ Ինքը ես հուսով եմ հենց հիմա ինքը արդեն վերջին հողաթափերն է դնում պայուսակի մեջ, որովհետեւ ինքը էլ ձև չունի, ինքը պետքա լքի վեհարանը։ Չէ, ու սա շատ կարևոր է, որ հենց եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են այս հարցին այսքան խորամուխ եղել, որովհետև մինչև այս պահը առանձին վերցրած քահանաներ էին հարցով զբաղվում, իսկ քահանան եկեղեցական աստիճանակարգում բնականաբար ավելի ցածր հիերարխիկ դեր ունի, քան օրինակ եպիսկոպոսը կամ առավել եւս արքեպիսկոպոսը, ու դա շատ հաճախ այսպիսի տեղ էր տալիս ասելու, որ դե հա դե քահանաներն են ընդամենը եւ այլն, թեև ես կարծում եմ, որ ցանկացած հոգեվորական արժանի է մեծագույն հարգանքի, եթե նա իրապես ծառայում է եկեղեցուն, իրապես ծառայում է Աստծուն,
Բայց հիմա երբ որ հարցին միացել են եպիսկոպոսներ, arczepiskoposներ, թեմերի առաջնորդներ, մեծ ու մեծագույն թեմերի առաջնորդներ, եթե թույլ կտաք այսպես ասել, սա արդեն հարցի բնույթը ամբողջությամբ փոխում է, ու այն որ մենք ամիսներ շարունակ ասում ենք, որ եկեղեցու ներսում եւս Կտրիչ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ուղղակի, որովհետև եկեղեցականներ անկախ նրանից քահանա են, եպիսկոպոս են, վարդապետ են, աբեղա են, անկախ իրենց զբաղեցրած դիրքից մարդ իր բնույթով անարդարության ու անազնվության հետ հաշտ չի լինում սովորաբար։ Ու բնական է, որ այդ հաշտ չլինող մարդիկ մեծամասնություն են կազմում նաև հայ առաքելական եկեղեցու։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ մեր ընդդիմադիրները, այդ թվում ընդդիմադիր լրագրողները, խմբագիրները կամ ընդդիմադիր նոր թեզ են հորինել։ Հիշեցնեմ, իրենց նախորդ թեզը որն էր, որ մենք սատանաներ ենք, որոնք հակաեկեղեցական արշավ են իրականացնում, քանի որ ողջույն ազատությանը, այո։ Ոչ միակ ազատությանը չէ, այսինքն ազատությունը եւ նմանատիպ այլ լրատվամիջոցներ, ասենք TV5-ը, Հրապարակ օրաթերթը եւ այսպես շարունակ, Sputnik Armenian եւ այլն։ Հիմա ինչ են ասում։ Այսինքն այն ժամանակվա թեզը էր, որ մենք հակաեկեղեցական արշավ ենք անում, որովհետև դե բնականաբար, եթե խոսում ես Կտրիչ Ներսիսյանի դեմ, ուրեմն դա հակաեկեղեցական արշավ, որովհետև Կտրիչ Ներսիսյանը չգիտես ինչու նույն ինքը եկեղեցին է։ Հիմա ինչ են ասում։ Հիմա փորձում են թիրախավորել այս սրբազաններին, այսինքն եպիսկոպոսներին եւ arczepiskoposներին, եւ իրենց մեղադրում են տարբեր ենթադրյալ մեղքերի մեջ, որոնք ես չգիտեմ, կարող է ճիշտ են։ Ամենայն հավանականությամբ մի մասը ճիշտ են, բայց իրանք չեն հասկանում, որ իրանք սա ասելով ոչ թե հակադրվում են մեր թեզին կամ մեր պայքարին եկեղեցին մաքրելու, այլ վերահաստատում են եւ հավելյալ փաստարկ են տալիս, որ եկեղեցում խնդիր կա եւ եկեղեցին պիտի ինքնամաքրվի եւ եկեղեցին ներսում պիտի առողջացման գործընթաց լինի։ Եվ հետեւաբար, եթե իրենք ասում են, այ տեսեք, այս սրբազանների մեջ մարդիկ կան, ովքեր մեղքեր ունեն, իրենք ոչ թե փաստարկում են, որ պետք չի բան փոխել, այլ փաստարկում են, որ պետք է բան փոխել։ Եւ միայն Կտրիչ Ներսիսյանի վեհարանից հեռացումով է հնարավոր, որ եկեղեցում սկսվի ինքնամաքրման եւ առողջացման գործընթաց։ Եվ հաջորդը իրենք փաստում են, որ փաստորեն կարելի է հոգեվորականին քննադատել եւ դա անպայման չի, որ նշանակում է հակաեկեղեցական արշավ։ Դե դա արդեն այնքան են փաստել իրանք ուղակի, որ չգիտեմ, ինչ որ այս մի քանի ամիս իրականում երեսպաշտության մաստեր կլաս էր ուղակի, որովհետեւ մեզ ասում են, ինչպես եք հանդգնում եկեղեցու սպասավորին, այս կամ են պիտակը կպցնել, այս կամ են բառն ասել, այս կամ են քննադատությանն արժանացնել, ու հաջորդ նախադասությամբ արդեն միանգամից իրանք են սկզբից Տեր Արամին, հետո Տեր Թադեին, հետո Վայոց Ձորի ու Մասյացոտն թեմի առաջնորդներին։ Բայց շատ հեռու գնում։ Մի անգամ Աջապահյանը դեռ մինչև կալանավորումը, մինչև նույնիսկ մեղադրանքի առաջադրումը քննադատել էր Սերժ Սարգսյանին, եւ այդ պահին ավելի Քոչարյանամերձ էր ինքը, չգիտեմ։ Իսկ Սերժ Սարգսյանի падգամավորները գիտես ոնց էին հարձակվել Աջապահյանի վրա։ Հիշում եմ։ Քայլող անտեղյակություն էին անվանել Սրբազան հորը, պատկերացնում ես։ Այսինքն իրաց մոտ ընդհանրապես քաղաքական կոնյունկտուրայից է կախված։ Ու մի բան էլ է հետաքրքիր, էլի, այսօր տեսա Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մի այսպիսի խմբագրական էր գրել, դա դեռևս մինչև էս եպիսկոպոսած հայտարարություններ, գրել էր ես մոտարապես հետևյալն էր գրել, որ ես դատապարտելի եմ համարում, որ հոգևորականները ուղիղ չեն պատասխանում հարցերին եւ խուսանավում են։ Կան փակ հարցեր ենթադրող այո կամ ոչ, պետքա պատասխանեն։ Նորմալ է, որ Սուրբ Պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը չեն տալիս, թե չէ, այո կամ ոչ։ Ես սա կարծացի ու ապշել էի, որովհետև ինձ թվում էր, պարոն Աբրահամյանը կամ իր գործընկեր լրագրողները ուրիշ հարց պիտի տային։ Պիտի ասեին նորմալ է, որ կաթողիկոսը, որը ուխտ է տվել լինել կուսակրոն, զավակ ունի, այո կամ ոչ։ Այդ հարցին երբ որ պատասխանեն, արդեն կգա հաջորդ հարցը տալու պահը։ Այդ իր տված հարցի պահը, այսինքն նորմալ է, որ իր անունը զեղչում են կամ չեն տալիս պատարագում, թե չէ, որտեվ եթե պարզվի, որ նորմալ չի, որ ինքը զավակ ունի, որովհետև կուսակրոնության ուխտ է տվել, ուրեմն կստացվի, որ նորմալ է, որ իր անունը չեն տալիս պատարագի ընթացքում, որովհետև ինքը իրավունք չունի վեհափառ հայրապետ կոչվել։
Դե դա մի կողմն է հարցի, բայց մյուսն էլ դու ինչքան էլ որ ասում ես, որ դու չես ուզում կոնկրետ մի թեմայի մասին խոսալ, ես էլ իրականում չի ուզում առնվազն այն տեսանյութի մասին խոսալ, ու հիմա տեսանյութը դնում եմ ամբողջությամբ մի կողմ, խոսքը Սամվել կամ Արշակ Խաչատրյանի Սրբազանի ոմանց համար մասին է, տեսանյութը համարենք տեսանյութը գոյություն չունի, բայց դրա մասին բոլորը գիտեն եկեղեցու, որ այդ մարդը ռոմանտիկ կապի մեջ է իր քեռու կնոջ հետ։ Ու ես հիմա սրա մասին խոսում եմ նույնիսկ ոչ եկեղեցու թեմայով, հասկանում ես, ուղղակի շրջապատում նույնիսկ ունենալ մարդ, որ ռոմանտիկ կապի մեջ կարա լինի իր քեռու կնոջ հետ, դա իմ համար ոնց ասեմ, դա անընկալելի է։ Վաղ հասկանում եմ ինչ ես ասում, բայց ես ամաչում եմ այս թեմայից։ Ես էլ եմ ամաչում, ես չեմ ուզում խոսենք մենք այս թեմայից։ Ես ուզում եմ, որպեսզի մեր եկեղեցուն վերջապես տեղի ունենա ինքնամաքրման գործընթաց, որ վերջապես Կտրիչ Ներսյանը հավաքի իր իրերը եւ դուրս գա վեհարանից, որպեսզի այսպես թեմաներ չլինեն, որից մարդ ամաչում է անգամ խոսել։ Էլի ամաչում է, բայց հասկանում ես, այդտեղ մի հատ կոնկրետ կտոր կա ախր։ Այս մարդիկ, ովքեր որ հաշտ են այդ եղելության հետ, ովքեր որ գիտեն, որ դա իրականություն է, ովքեր խորապես հավատում են, որ դա իրականություն է, մեզ ասում են դուք հակաեկեղեցական եք, դուք հակահայ եք, դուք հակապահպանողական եք, դուք էս եք, դուք են եք, դուք են եք։ Բայց որովհետև իրանք երեսպաշտ են, ի՞նչ է զարմանում։ Չէ, բայց դա երեսպաշտություն չի, դա մի հատ անմարդկային, չգիտեմ ինչ մեղք է դա ուղղակի։ Անմարդկային երեսպաշտություն է, բայց երեսպաշտությունը պետք չի զարմանալ։ Եվ ընդ որում ես կրկնակի եմ ցավում, երբ որ այդ երեսպաշտության մեր լրագրողական դաշտն է տառապում, որովհետև լրագրողի կոչումը ինքը շատ բարձր կոչում պիտի լինի, հասկանում ես։ Ես դա շատ ծանր եմ տանում։ Մեր մի շարք լրագրողների, ես կասեի նույնիսկ երևի կեսից ավելիի ջանքերի շնորհիվ հիմա լրագրողը Հայաստանի ամենաչհարգված մասնագիտություններից մեկն է։ Դա խայտարակություն է ուղղակի։ Ինձ թվում է հոգնակիով չէ, հենց շատ դեպքերում ինձ թվում է մի հարցում է պետք անել, ինչ-որ սոցիոլոգիական հարցում է։ Խայտարակություն է դա, ու իրանք չեն, ու իրանք չգիտեմ, իրանք գիտեն իրանք ինչ են էլի անում։ Այս վերջերս բայց իդեպ կներես, բայց զգացել ես, չէ՞ որ այս վերջում նորից ակտիվացան։ Հա, իհարկե։ նախընտրական սեզոնում իրանք տրանսֆերային պատուհանն է բացվել։ 21-ի վայբն են փորձում ստանալ, այն որ 21-ին էլի նույն ձև, նույն դերակատարները, նույն մարդիկ էլի առաջին պլանում էին, առաջին դերում էին ու համապատասխան հոնորարի դիմաց իհարկե, այտենց որոշակի գործունեություն էին իրականացնում, փաստացի, չգիտեմ, ինչ բառով դա կարելի է բնութագրել, օրինակ լաչար կամ չգիտեմ, անբարևարք, անտակտ, ես այդ բառը չեմ գտնում։ Ինչն է զարմացնում, նայ, լրագրողությունը հետեւյալի մասին է՝ լուրերը հաղորդել հանրությանը, այսինքն հանրային հետաքրքրության ներկայացնող հարցերի շուրջ ստանալ պատասխաններ եւ տեղեկատվություն եւ փոխանցել հանրությանը, նաեւ որոշակի անալիզի ենթարկել, ինչ-որ կարծիք ձևավորել եւ այլն, դա էլ է նորմալ։ Բայց ես որ տեսնում եմ, օրինակ մեր մոտ կան լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, որոնք բառից բուն իմաստով ուղիղ վիրավորում են ժողովրդին, ես չեմ կարող դա հասկանալ։ Այս վերջերս հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիրը որոշել էր, որ ինքը պիտի Արմինե Օհանյան։ հա, որ ինքը պիտի բան անի, տա ՔՊ ընտրողի պատկերը ու որոշել էր, որ ՔՊ ընտրողը ատում է ղարաբաղցիներին, տավուշցիներին, լոռեցիներին եւ սյունեցիներին վախկոտ է, ատում է եկեղեցականներին եւ անհավատ է, այո։ Ու այսպես շարունակ։ Մի հատ ուրիշ լրագրող կար ժամանակին Ազատություն ռադիոկայանի բաներ, մոսկովյան թղթակիցներ, հիմա Նյուզեում է։ Գրել էր հավանաբար ՔՊ-ականները եւ նրանց աջակիցները, այսինքն մեզ ընտրողները փոքրուց հեքիաթներ չեն կարդացել։ Ու ինչ որ բանա կառուցում դրա վրա, էլի։ Լավ։ Սկսենք դրանից ինչ են իրանք այդքան ինքնավստահ։ Օրինակ իրանք պատրաստ են իմ հետ մրցել կրթությամբ կամ քո հետ Վահագ։ Ես կարծում եմ իրանք պատրաստ են, բայց դա չի նշանակում, որ այդ մրցությունը օրինակ իրանք չէ, իրենց քաղաքական
բաները, սուպերհերոսները, ասենք Քոչյանը, չգիտեմ, այնտեղ ով կա, ռուսաստանցի գործարարը Սերժ Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, իրանք պատրաստ են ցույց տալ, թե ինչպիսի գրագետ են իրանք։ Ի հակադրություն այս անգրագետ ԿՊ-ականների եւ նրանց Սերժ Սարգսյանը պատրաստ չի, հատկապես ի հակադրություն, որովհետեւ այս 10 ամիսա բանավեճից փախչում է վարչապետի հետ, բայց օրինակ այդ թերթի խմբագիրները ինձ թվում է ունեն այդ բանը ու նաև տրանսֆերային պատուհանը դու շատ ճիշտ նկարագրեցիր, հիմա ուղղակի ինձ թվում է մրցույթ է, թե որ լրատվականը ինչքանով կծախվի, որ ընդդիմադիր քաղաքական ուժին, որտեղ այս նախընտրական սեզոնում դա կոնկրետ գնացուցակ է, ախր բայց որ ընդդիմադիր լրատվականը ինչքան քեշով է ծախվում, որ ընդդիմադիր գործչին եւ ումա պատերժ կա անում։ Սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ, օրինակ մեր քաղաքացիները բացարձակ մեծամասնությունը գիտի, որ լրատվականը Քոչարյանինն է կամ Մերձ Քոչարյանական շրջապատինը, որ լրատվականը Սերժ Սարգսյանինն է կամ Մերձ Սերժ Սարգսյանական շրջապատինը, ու անգիր գիտեն, նաև այդ հակամարտությունները շատ հաճախ որ իրար մեջ ունենում են, դա էլ գիտեն, այդ ամեն ինչը բոլորը անխտիր գիտեն։ Բայց կներես, ես պետքա չհամաձայնեմ, նայ։ Օրինակ լրատվամիջոցների դեպքում կան լրատվամիջոցներ, որոնք իրանք չեն թաքցնում իրենց ֆինանսավորումը որտեղ է կամ որ շրջանակների հետ իրանք կապ ունեն։ Օրինակ Civic-ը։ Օրինակ Civic-ը քաղաքացիական պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածության մեջ է եւ դա երբեք չենք թաքցրել։ Ազատություն ռադիոկայանը օրինակ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։ Դեռ։ Այո։ Այսինքն ազատություն ռադիոկայանը իր պրոպագանդիստական գործունեությունը, վատ իմաստով պրոպագանդիստական գործունեությունը իրականացնում է ցավոք ԱՄՆ կառավարության տրած ամերիկացիների փողերով ուրիշ երկրի շահեր է պաշտպանում, որը Հայաստանն էլ չի, Ամերիկանն էլ չի։ Հա, դա կարող է լինել այդպիսի գնահատական, այսպես ասենք։ Օրինակ Factor TV-ին ֆինանսավորվում է բաց հասարակությունների հիմնադրամից կամ կարող է հիմնադրամի անունը արդեն փոխվել է, բայց այդ հիմնադրամից։ Հայտնի հիմնադրամից, այո։ Իրենք էլ չեն թաքցնում։ Բայց կան լրատվամիջոցներ, որ ոչ ոք չգիտի։ Հիմա օրինակ ես ու դու գիտենք, չէ՞, որ ասենք TV5-ը Քոչյանի հետ ուղիղ փոխկապակցություն ունեցող հեռուստաալիք է։ Բոլորը գիտեն։ Վստահ չեմ, որ բոլորը գիտեն։ Ես վստահ եմ, որ TV5-ի դեպքում բոլորը գիտեն։ Լավ, կարող է եւ TV5-ի դեպքում գիտեն, բայց օրինակ մարդիկ գիտեն վերջը հրապարակ թերթին ով է ֆինանսավորում։ Իսկ թվում է չէ, բայց էլի վստահ եմ, որ օրինակ 168 ժամ թերթի դեպքում ես ու դու գիտենք, որ Սերժ Սարգսյանի հետ ակնհայտ փոխկապակցություն ունեցող թերթ է, բայց ես վստահ չեմ, որ մարդկանց մեծ մասը դա գիտի։ News-ը վստահ չեմ, որ մարդկանց մեծ մասը գիտի, որ Քոչյանի հետ փոխկապակցված է։ Էլի թերթեր կան ինչ որ տենց ավելի անհայտ անուններով, ասենք, չգիտեմ, Media Hub։ Մի պահ գիտեմ, որ կապում էին Վանեցյանի անվան հետ, հիմա չգիտեմ։ Շարունակում են կապել։ Ահա։ Էլի այնտեղ կան, որ չգիտի։ Բայց դա ես համարում եմ նորմալ չի, էլի։ Կամ բան, Հրիփսիմե Ջեբեջյանը մի հատ կայք էր, չէ՞, բաց այդ Tribune։ Հա։ Հա, ով է ֆինանսավորում դա։ Դե էլի կապում են Վանեցյանի հետ։ Հա։ Դե խնդիրը է, չգիտեմ ֆինանսավորումա թե չէ, բայց կապում են Վանեցյանի հետ։ Անի Գևորքյանը, լրագրող, որը բարձրացնում է մեր բոլորիս ռեյտինգը անընդհատ։ Չէ, իդեպ Անի Գևորքյանը կներես էլի։ Անի Գևորքյանը ռադիկալ ընդդիմադիր լրագրողի մարմնավորումն է։ Ես սա պնդում եմ։ Ինքը, եթե չլիներ, իրան պետք էր հորինել, որպեսզի այդքան բյուրեղացված նկարագրվեր ընդդիմադիր լրագրողը, ու սա ինչ որ վատ բանով չեմ ասում, ես ուղղակի ասում եմ, որ Անի Գևորքյանը իր գործունեությամբ լավագույնս մարմնավորում ու լավագույնս ներկայացնում է մերօրյա ռադիկալ ընդդիմադիր լրագրողին։ Դե մի անգամ ինձ հարցեր էր տալիս, դե ինչ հարց չի տալիս։ Քաղաքական հայտարարություն էր անում իմ դիմաց, կանգնած, ես այն հարցեցի, խնդրում եմ մի հատ ասեք, էլի ով է ֆինանսավորում ձեր կայքը։ Տենց էլ չասեց։ Չէ, բնական է որ չեր ասի, բայց դու ինչ որ բայց ձևա չէ պետք գտնել, հասկանալ լավ էս մարդիկ ում կողմից են ֆինանսավորվում։ Բայց իդեպ սա էլ է կարևոր, որ մեր քաղաքացիներն է ֆիքսեն, որտեվ միջև էս նախընտրական շրջանը, եթե ընդդիմադիր լրագրողները ընդամենը փորձում էին սուր հարցեր, սուր հարցապնդումներ անել ու թողնել, որ դու պատասխանես, ապա նախընտրական շրջանում արդեն, ինչպես 21 թվականներ, նրանք ուրիշ միսիա ունեն։ Նրանք ուղղակի հավաքվում են ընդդիմադիր լրագրողներով ու հերթով գոռում են միկրոֆոնների մեջ։ Իրանք միկրոֆոնները իրանց ձեռքին այսպես պահած, գոռում են դրա մեջ ինչ որ հարցեր։ Երբ որ դու փորձում ես հարցեր չէ, ուղղակի գոռում են։ Սկզբից հարցեր, հետո երբ որ դու առաջին ծպտունը հանում ես բերանիցդ,
ամբողջ այսպես նվագախմբով միանում է բան տենց օրկեստրային մի գորոց ու անկեղծ ուղղակի դրեք կադրերը նայեք։ Դրեք օրինակ նայեք, չգիտեմ են։ Այն օրը հարցակվել էին մի հատ սրբազանի վրա։ Այո, դրեք այդ սրբազանի հետ մայրաթոռում տեղի ունեցած բանը նայեք։ Մարդը փորձում է խոսալ, չեն թողում, միկրոֆոնն էլ չեն մոտեցնում իրեն, որ իր ասածը լսվի, այլ հակառակը։ Միկրոֆոնը սենց պահում են ու գոռում են այդ միկրոֆոնի մեջ ու իբր դա կոչվում է մարդու չեպազրույց։ Բայց ուշադրություն դարձրու, իրանք այդ սրբազանին ինչ էին գոռում։ Ասում էին ճիշտ է որ դուք հարուստ եք։ Ընդ որում ես բացարձակ խնդիր չունեմ, որ այդպեսի հարց են տալիս, ասեմ ավելի կարող պարզվի այդ սրբազանը իրոք հարուստ է ու իրոք պետք է հարցնել ինչի է հարուստ, չգիտեմ։ Բայց այստեղ երեսպաշտությունը որտեղ է։ Որ իրենք երբեք չեն գնում կանգնեն Կտրիչ Ներսյանի առաջ, ասեն ճիշտ է որ դուք զավակուն եք։ Իհարկե։ Ու դա է տարբերում լրագրողին վարձկանից, որովհետև լրագրողը ինքը ուզում է լուր ստանա, կապ չունի ինքը ումից է այդ լուրը ստանում, իշխանամետ մարդուց, ընդդիմադիր մարդուց, հարուստ մարդուց, աղքատ մարդուց, սուրբ մարդուց, մեղավոր մարդուց։ Մատերի վրա հաշված լրագրող կա, որ օրինակ ես հաշտեմ, երբ որ ինքը ինձ շատ սուր հարց է տալիս, որովհետև ես վստահ եմ, որ ինքը գնալու է, նույն սրության կամ մոտ սրության հարց է տալու ընդդիմադիր падգամավորին։ Ես համարում եմ դա նորմալ է։ Իդեպ այլ պայմաններում մենք կքննարկենք օրինակ այդ հարցի որակը, հարցի, բայց մենք հիմա այն պայմաններում ենք, որ մենք ստիպված ենք ընդհանրապես բան անել, ասել, հա, այս մարդը ոնց ինձ է վերաբերվում, տենց էլ մյուս կողմին է վերաբերվում։ Հիմա այս պայմաններում սա ուղղակի գնալով ավելի է բան լինելու, ես վստահ եմ, բայց ինչ ասեմ, շատ լավ է։ Ամեն դեպքում հնանկաճի, որտեղ այս լրատվականների վրա էլի միլիոնավոր դոլարներ կծախսեն, այս մարդկանց փողեր կտան, իրանք կհարստանան, չգիտեմ, մեկը տուն կառնի, մեկը մեքենա կառնի, մեկը տուն ու մեքենա կառնի, շատ լավ է, ողջունում եմ։ Մենակ հայտարարագրերում այդ ամեն ինչը ցույց տվեք ու հարկերը վճարեք, չնայած չգիտեմ սև փողը ոնց է հնարավոր հայտարարագրել։ Հայդեպ այդ սև քեշ փողը որ կա, էդի ոնց են հայտարարագրելու։ Չեն հայտարարագրելու։ Ահավոր է։ Դե բա ահավոր է մեր լրագրության վիճակը, ինչ ես ուզում։ Ու բայց այդտեղ հետաքրքիր մի ուրիշ բանի թեմայի անցնենք էլի ինձ թվում է արդեն, չնայած այդտեղ էլ իհարկե շատ կարևոր բաներ կար, որոնք որ չասեցին, օրինակ թե ինչ մեդիաներ են հիմա այս պահին Սամվել Կարապետյանի մերձավորները փորձում ձեռք բերել կամ բացել կամ բան անել։ Սամվել Կարապետյանն ով է, ռուսաստանցի գործարար։ Այո, ռուսաստանցի օլիգարխը Սամվել Կարապետյան։ Կներես, մի հատ բան հիշեցի։ Այս վերջերս նայում եմ, աչքերից չի հավատում։ Նայում եմ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Տիկին Զախարովան, իրեն հարց են տալիս, դες վերջերս հեծը զրկվեց լիցենզիայից։ Հարց են տալիս, ինչ կարծիքի եք այս պատմության վերաբերյալ, բառացիորեն ասում է հետևյալը։ Ասում է մենք ուշադրությամբ հետևում ենք հեծի եւ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ռուսական, դե ռուսերեն ռասիստկով է, ռուսաստանյան բիզնեսի շահերի պաշտպանությունը մեր անկասկած առաջնահերթություններից է։ Ֆանտաստիկա է դա։ Եվ այս ֆոնին ինչ է ստացվում, փաստորեն մեծ բարերար, մեծ հայասեր, մեծ ազգասեր, ազգային բարերար, հայրենանվեր եւ ուղակի շատ հզոր եւ միայն ազգին նվիրված մեզ մասին մտածող Սամվել Կարապետյանը փաստորեն դիտարկում է զուտ որպես ռուսաստանյան բիզնեսի շահ։ Բայց դա ֆանտաստիկան գիտես իրականում որ հեծը փաստացի գրանցված է հեծի սեփականություն, հեծը որպես սեփականություն տնօրինող ընկերությունը գրանցված է Կիպրոսում։ Այսինքն այն արբիտրաժում, որ իրանք դիմել էին դատարան, դա փաստացի դիմել էր Կիպրոսում գրանցված ընկերությունը։ Հիմա տեղ ռուսական բիզնեսը ո՞րն է, որպես այդպեսին դե յուրե ենք խոսում էլի։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Դե ես էլ եմ հիմա ուզում։ Այսինքն նաև Հայաստանի քաղաքացի, Հայաստանի ինչեր գաղափարական առաջնորդ դառնալու հավակնություն ներկայացնող մարդը, որը ունի Կիպրոսում գրանցված ընկերություն, այդ Կիպրոսում գրանցված ընկերությամբ Հայաստանում ձեռք է բերել հեծը, ու հիմա Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ասում է ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթ է։ Իսկական ազգային բարերար։
Մի ուրիշ բան էլ հիշեցի, հենց այդ կարդալուց էլի սկսեցի մտածել ու էլի հիշեցի։ Մի 2 ամիս առաջ էր երևի Facebook-ում մի հատ գրառում էի արել, չեմ էլ հիշում ինչ թեմայով։ Եկել տեսա մեկը մեկնաբանություն արել, գրել է փոքրիկ թուրք։ Նայեմ ու վա, տեսնեմ Սամվել Կարապետյանի, այսինքն Ռուսաստանցի բիզնեսմենի որդին է։ Դա զարմացա, որ փաստորեն գրել գիտի։ Հայատար էր գրած։ Հայատար, հա, հաճելիորեն զարմացա, որ գրել գիտի։ Իսկ մենք հետո սկսեցի մտածել, էլի, լավ։ Ու ակնհայտորեն գրել էր փոքրիկ թուրք, ինչ ասեմ, թուրք բառը օգտագործելով որպես վիրավորանք, ինչը ինքնին լավ չի, պետք չի տարբեր ազգությունների անվանումը օգտագործել, բայց որպես վիրավորանք, բայց սկսեցի մտածել, էլի, բայց ակնհայտորեն ինքը ինչ նկատի ուներ, որ հավանաբար նկատի ուներ, որ ես հայրենասեր չեմ կամ դավաճան եմ կամ ես ինչ եմ, ինչ եմ, հակադրելով իրենց, որ իրենք հայրենասեր են, ազգային են եւ այլն։ Եվ ես սկսեցի մտածել, էլի, լավ, բայց ինչի են իրանք մտածում, որ իրանք կարող են ինձ նման բան ասել։ Նման բան ասելով նկատի ունեմ, որ ես հայրենասեր չեմ, դավաճան եմ եւ այլն եւ այլն։ Նայեք, օրինակ 90-ականներին, հա, երբ որ եղել են խնդիրներ Հայաստանում, տնտեսական եւ այլն, չէ՞, այսինքն մեծ մասը մարդկանց 90-ականներին է լքել Հայաստանը, ովքեր որ լքել են։ Հիմա իմ հայրը չի լքել Հայաստանը, մնացել է Հայաստանում։ Իր հայրը լքել է Հայաստանը։ Էլի չեմ քննադատում, էլի, այսինքն ես էլ բարեկամներ ունեմ, որ արտագաղթել են, բոլորս էլ ունենք։ Հա, բայց այդ տարիներին ես հետեւաբար ապրել եմ Հայաստանում։ Չէ, այն տարիներին, որ լույս չի եղել, բան չի եղել, ես ապրել եմ Հայաստանում։ Ես երբ որ ցուրտ ա եղել, ես ցուրտը զգացել եմ Հայաստանում։ Ես երբևէ չեմ ունեցել որևէ քաղաքացիություն, այլ քաղաքացիություն, հա։ Ես եւ իմ ընտանիքը չունի գույք Հայաստանից դուրս, այսինքն եթե մի բան Հայաստանին պատահի, այդ ամեն ինչը կպատահի մեր հետ, իմ գույքի հետ, իմ ընտանիքի հետ, հա։ Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ես միայն Հայաստանի քաղաքացի եմ։ Ինչ իրավունքով են իրանք որոշել, որ գնացել են, դարել են ուրիշ երկրի քաղաքացի, ուրիշ երկու երկրի քաղաքացի։ Առնվազն 2։ Հա, առնվազն 2, Ռուսաստանի եւ Կիպրոսի։ Չգիտեմ ծառայել է, թե չի ծառայել։ Չի ծառայել։ Կարծեմ առնվազն Դե լավ հարց է, մեր լրագրողները եթե համարում են իրանք վարձկան չեն, այլ լրագրող, թող այդ པարզ են ծառայել։ Առնվազն իր զարմիկը գիտեմ, որ չի ծառայել։ Հիմա իրանք, այսինքն բանը, իրենց եղբորոր որը որ փորձում է առաջ Սամվել Կարապետյանի եղբորը։ Դե պետք է մի հատ հասկանալ, հիմա օրինակ եթե չի ծառայել, ինչի չի ծառայել։ Լավ, ամեն դեպքում, հա։ Հա, իրանք ինչ իրավունքով են որոշում։ Բայց ներքին համոզմունք ունեն, որ չեն ծառայել։ Իրանք ինչ իրավունքով են որոշում, որ իրանք կարող են գնալ Հայաստանից դուրս ապրել մի 20 տարի, նորմալ հայերել խոսալ չկարողանան, ու գան ասեն, գիտեք, ինչքան մենք հայրենասերն ենք, դուք դավաճան։ Կարող սխալ եմ տրամաբանում։ Կարող մի բան սխալ եմ հասկանում ես։ Չէ, ճիշտ է տրամաբանում միանշանակ։ Բայց ամեն դեպքում ողջունում եմ, որ գրել կարդալ գիտի, դա ես վստահ չեմ, որ ինքն է գրել։ Անկեղծորեն վստահ չեմ, չգիտեմ, ես էլ կուրախանամ, որ գրել գիտի, թեև լավ կլներ, չգիտեմ, ուրիշ ավելի բան զբաղվում գտներ, քան այդ։ Իդեպ մեր ոդկասթները բաց չի թողնում։ Հա? Մեր ոդկասթը։ Դե ողջունենք նրան։ Մեր ոդկասթները գիտեմ, որ բաց չի թողնում ու ինչը շատ ողջունելի է, վերջապես սկսել է որակյալ հայկական քաղաքական կոնտենտ նայելը, թե ինքը, թե իր զարմիկը ենթադրում եմ։ Բայց ամեն դեպքում խորհուրդ կտանք զերծ մնալ այդ վիրավորական կամ էպիտետային կամ կլիշեային նման բառապաշար կիրառելուց, որովհետև վստահեցնում ենք, որ մեր հայրենը նախ շատ ավելի հարուստ է եւ երկրորդը մենք շատ ավելի շատ են քաղաքական եւ ոչ քաղաքական բանավեճերի ու վեճերի մեջ մտել Հայաստանում ու վերջապես երրորդը մենք քաղաքական բարեկիրթ երկխոսության ու բանավեճերի կողմնակից ենք։ Իմ ինչ որ գրառման տակ կոմենտ անի գրի մի հատ իմանանք ծառայելա թե չէ, անկեղծ չգիտեմ ծառայելա թե չէ։ Լավ, դա ինձ թվում է չափազանց երկար ժամանակ նվիրեցինք ինչ որ անկարևոր մի բանի, բայց ինչևէ ամեն դեպքում ես շատ ուրախ եմ իդեպ, որ Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանում մտել է քաղաքականության մեջ, որովհետև դա ակնհայտորեն տոննաներով փող է լցրել ուղղակի Հայաստանի մերձ քաղաքական դաշտ, տարբեր գրասենյակների
վարձակալության տեսքով տարբեր մեդիայում լրագրողների աշխատավարձ, այս մեկին ջեբի փող, այս մեկին սև քեշ։ Մենք ողջունում ենք ներդրումները օտարերկրյա մեր տնտեսության մեջ եւ ռուսական բիզնեսի ներդրումները նույնպես ողջունում են։ Հետո կասեն, հա, օտարերկրյա ներդրումներ չեք անում, բայց տեսեք, օրինակ Ռուսաստանից ինչքան փող է հոսում Հայաստան։ Մենք ապահովել ենք ռուսաստանցի գործարարի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։ Պարոն եթե մի առիթով հյուր կանչենք, կխնդրենք անպայման մի հատ մեզ ներկայացնի այս տնտեսական ակտիվության աճը այս խմբի քաղաքականություն մտնելուց հետո էլի դա շատ հետաքրքիր մի ցուցանիշ կլինի ես վստահ եմ, բայց ուղղակի մի կարևոր ճշմարտություն կա հարգելի քաղաքական անդիմախոսներ եւ հատկապես նորաթուխ քաղաքական անդիմախոսներ ժողովուրդ ջան, փողով ամեն ինչ չի որ կարա սառնես, ես վստահ եմ դուք այդ փողերը կծախսեք ու ձեզ տարբեր PR-շիկներ կպատմեն թե ինչ լավ է ձեր մոտ ամեն ինչ գնում, ինչ սենց, ինչ նենց, ինչ լավ է ամեն ինչ, մի 20 հատ էլ լրատվական առնենք, մի 30 հատ էլ լրագրող վարձենք, մի 40 հատ ակտիվիստ վարձենք կամ 4000 հատ ակտիվիստ վարձենք եւ վերջում դուք կպարտվեք ընտրությունները։ Ես ձեզ կարճ նկարագրեցի այն ինչ տեղի ունենալու ձեր հետ առաջիկա ամիսներին, այս խորհուրդը իդեպ տալիս եմ անվճար։ Իդեպ մի հետաքրքիր բան էլ էլի նկատած կլինես որ իրենք փորձում են դիրքավորվել հիմա բոլորը փորձում են դիրքավորվել այնպես որ իրենք կապ չունեն նախկիների հետ ու սա շատ ծիծաղելի իրավիճակների է բերում օրինակ ասում են դե բազմիցս ենք խոսել որ ռուսաստանցի գործարարի Զարմիկը նույն ինքը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին է Եվ ՀՀԿ խմբակցության ղեկավարի որդին Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի Տաշիրի Սամվել Կարապետյանի գործարարի հարազատ եղբայրն Հարազատ եղբայրն է, եղել է Սերժի աշխատակազմի ղեկավարը եւ եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Եվ բայց ասում եմ չէ դե մենք կապ չունենք նախկիների հետ։ Հետո այս լավ, սա Սերժ Սարգսյանի մասով, Քոչյանի մասով ոնց կապ չունեն, եթե գնում ես, տեսնում ես իրենց հանրահավաքներին ելույթ ունենում մեր իշխանությունից ամենաշատը խերված փաստաբան Արամ Վարդևանյանը գնում ես տեսնում ես Քոչյանը նադատի նստած էլի Արամ Վարդևանյանը կողքը նստած է այն ժամանակ հանրահավաք էին անում կարծեմ Ռուսաստանցի գործարարի աջակիցները հանրահավաքին ելույթ ունեցողների կեսը Հայաստան խմբակցության падգամավորներն էին Բայց իրանք Քոչյանի ընտրագրավի գումարը, ընտրա չէ, գրավի գումարը, որ պետքա դուրս գար։ Այո, 2020 թվականին մուծել էր Սամվել Կարապետյանը, բայց իրանք կապ չունեն։ Բայց ավելի ծիծաղալի բաներ է տեղի ունենում։ Մի հատ ուժ է ստեղծվել Թաթոյանը Դավիթ Անանյանի հետ։ Ու էլի իրանք ասում են, որ մենք կապ կներես ասեմ, էլի, ես ուղղակի չգիտեմ, էլի։ Եթե խարիզմայի բացակայության ինչ որ մի հատ մրցույթ լներ, ես վստահ եմ քաղաքական գործիչներ, որոնք չունեն խարիզմա։ Առաջին տեղում կլիներ Թաթոյանը եւ վերջին տեղում կլիներ պարոն Հարգարժան Անանյանը։ Այս ինչ որ վիրավորանք, որովհետեւ առաջին տեղում կլիներ Լևոն Զուրաբյանը, առաջին 20 տեղում կլիներ Լևոն Զուրաբյանը, այ 21-րդում նոր կլիներ Թաթոյանը։ Թեկուս քո առաջարկածով եւ վերջին տեղում կլիներ պարոն Անանյանը, սա վիրավորանք չի, ուղղակի գնահատում ենք քաղաքական ճաշակի ելնելով։ Անանյանին ազնապես լավ են վերաբերում, հարցը դա չի։ Հա, բայց այդտեղ քաղաքականության մասին է խոսքը ու նման ուժ ստեղծելու համար պետք է ունենալ, ես չգիտեմ էլի։ Չէ, բայց նա այստեղ հետաքրքիր ինչ է։ Հիմա իրանք ինչ են ասում, կուսակցության անունը ինչ են դրել, կայսրության թևեր։ Չէ։ Ինչ որ մի բանի թևեր, բայց ինչ որ Ցլի թևեր էր ոնց որ ցուլ ես կամ ցուլ էր լոգոյի վրա գիտես ինչից են ինձ թվում լոգոն փախցրել ինչից ամերիկայում տեսած կնես կայսրության թևերը Գոր Վարդանի կինո էր չէ ինձ թվում ոգեշնչվել են միասնության թևեր միասնության թևեր գիտես ինչից են ոգեշնչվել լոգոն ստեղծելուց ամերիկայում շատ հայտնի բան կա fast food-ի Buffalo Flying Wings, չգիտեմ, ես մեծ շատ հայտնի բան է, գրեթե նույնական բան է, ինձ թվում է տեղել էլի մարքետոլոգները բան արել։ Բայց նայ, ինչ շատ լավ կծութևիկներ ա տալիս։ Շատ լավ կփորձեմ։ Ինչ էր ասում Թաթոյանը, տեսա հատված էլի։ Կոպիտ ասած, իրան փորձում է դիրքավորել ոչ նախքին, ոչ ներկա դիսկուրսի մեջ ու ասում է դե մենք բոլորս իհարկե ուզում ենք որ Փաշինյանը իշխանություն չլինի, այլևս դրա համար առաջարկում են որ նախկինները չմասնակցեն ընտրություններին, չէ որ նախկինների ժամանակ ժողովուրդը չի ուզում ձեզ եւ այլն եւ այլն։
Տեսա նաև Բարգարյան պարոն Անանյանն էլ ինչ որ ասում էր, մենք ոչ թե նախկին նախագահների դեմ ենք պայքարում, այլ այն պատկերի, այն քաղաքական համակարգի, որտեղ մի կողմից նախկին նախագահներն են, մյուս կողմից Փաշինյանն է, էլի։ Բայց հետաքրքիրը ո՞րն է։ Ասենք Թաթոյանը նենց է զարմացած ասում, որ նախկինների ժամանակ վատ բաներ են եղել ու իրան առանձնացնում դրանից։ Ոնց որ ես եմ եղել դատախազ 2009 թվին։ Ասենք 2009 թվականին, երբ որ մարդկանց իսկական քաղբանտարկյալներին դատում էին մարտի 1-ի գործի շրջանակներում, Թաթոյանը դատախազությունում էր աշխատում։ Կամ ոնց որ ես եմ եղել արդարադատության փոխնախարար Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ասում է, ես երբ հասկացա, որ ասում է, այս վերջերս տարածք էինք փնտրում մեր կուսակցության համար, տեսնեմ, որ տարածքը նայում է, սա նախկին նախարարինն է, սա նախկին падգամավորինն է։ Պարոն Թաթոյան ջան, բայց ոնց ասեմ, ազնիվ մարդը փոխնախարար եղած վաղ ժամանակ դա կնկատեր եւ կփորձեր դրա դեմ ինչ որ բաներ ձեռնարկել կամ ասեմ ավելին, գուցե դատախազ ժամանակ էր պետք ինչ-որ բան անել։ Չէ, ես էլ ավելի հեշտ տարբերակ ասեմ, գուցե մարդու իրավունքների պաշտպան, ամենա ոչ կախյալ, սահմանադրորեն անկախ այդ կարգավիճակում, որտեղ իդեպ հիշեցնեմ, որ իրան տարել նստացրել էին այն բանից հետո, երբ որ Կարեն Անդրեասյանը մի զեկույց էր հրապարակել, որում քննադատություն կար, կոնկրետ, որում կար հստակ մարդու իրավունքների խախտումների մասին բաներ։ Այդ ժամանակ Կարեն Անդրեասյանին ասացին դու մեզ ձեռնտու մարդու իրավունքների պաշտպան ես, դու մեր դակածը չես տանում զեկուցում։ Ու բերեցին Արման Թաթոյանին, ինչի։ Մաքսիմալ Սերժին լոյալ մարդ։ Բայց մի հատ ուրիշ բան էլ է, էլի ասում։ Տեսա լրագրողները ասում են, բայց դուք Սերժ Սարգսյանի ժամանակ փոխնախարար եք եղել։ Ասում են, դե ես կուսակցության անդամ չեմ եղել եւ հետեւաբար այդ առումով անկախ եմ եղել։ Շատ լավ, հիմա օրինակ կարող է Անդրանիկ Քոչարյանը կամ Բաբկեն Թունյանը կամ ելով ունենք մենք падգամավոր ոչ կուսակցական կամ ինչ падգամավոր լիքը նախարարներ ունենք, փոխնախարարներ ունենք, ասենք ինչ ասեմ, Սրբուի Գալյանը, Արփինե Սարգսյանը, ելով ունենք նախարար, որ ԿՊ անդամ չի։ Օրինակները բավարար են, լավ, մի խոսքով։ Հիմա իրանք ինչ կարող են ասել, գիտեք ինչ կա, մենք ԿՊ իշխանության հետ կապ չունենք, որովհետև կուսակցության անդամ չենք։ Եվ նախարարի պաշտոնը, եւ падգամավորի պաշտոնը, եւ փոխնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոններ են, դրանք պետական ծառայության կամ հանրային ծառայության պաշտոններ չեն։ Դրանք քաղաքական պաշտոններ են, եթե դու այս ուժի կողմից նշանակում ես նախարար կամ նախարարի տեղակալ, դու կիսում ես քաղաքական պատասխանատվություն։ Պարոն Անանյանի դեպքում էլ ավելի տարօրինակ է, որովհետեւ ինքը եղել է փոխնախարար Սերժ Սարգսյանի օրոք ֆինանսների, եթե չեմ սխալվում, եւ եղել է պետ նախագահ մեր իշխանության օրոք։ Այսինքն համեն իշխանության օրոք է աշխատել, համեն իշխանության օրոք է աշխատել, երկու դեպքում էլ քաղաքական պաշտոն է զբաղեցնել, բայց հիմա ասում է ոչ նախկին, ոչ ներկա։ Դե լավ էլի։ Չէ, իրականում սա բան է, սա գիտես ինչի շարունակությունն է, երբ որ Գյումրու ընտրություններում Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի դեմ sense խոսում էր, ասում էր ԿՊ-ն է իրականում Վարդան Ղուկասյանի հետ եւ այլն, ընտրություններն եղավ, սիրուն, շատ նուրբ, շատ գեղեցիկ, շատ բան գնաց ու իր ձայները տվեց Վարդան Ղուկասյանին։ Հիմա Սերժ Սարգսյանի թիմը ենթադրաբար ինչ որ քաղ տեխնոլոգներ այդ հաջողության պատմությունից այսպես ոգեշնչված բան են արել, ոգեշնչվել են այդ հաջողության պատմությամբ եւ ասում են, գիտեք ինչ կա, պարոն Սարգսյան, պարոն Սերժ Սարգսյան, հազար ներողություն, բայց պարոն Թաթոյանը, ձեր Արմանը մի երկու անգամ ձեզ sense թեթև կսմիթ անի, էլի եթե կարելի է։ Կսմիթ էլ չի անում, ի՞նչ է։ Ինչ որ ասի ուղակի դուք պետքա դուրս գաք։ Իրականում չէ, այստեղ նյուանսը ինչ է, թե ինքը ինչ է ասում։ Այստեղ նյուանսն է, որ Սերժի թևը դրանից հետո սկսում է Թաթոյանին իբր հարվածներ, հա, այս բեմականացումը իդեպ այս բեմականացումը ինքը այնքան վատ է նախ բեմադրված, որ տենց որպեսի այդ իլյուզիան փորձեն ստանալ ու փորձեն մարդկանց մեջ արմատավորել, օй Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, տեսեք նրանք ինչ հակամարտության մեջ են, աբսուրդ է, սուտ է ու մանկամտություն է մտածելը, թե քաղաքացիները դրան հավատալու են։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի հավատարիմ կոնյունկտուրշիկն է։ Արման Թաթոյանը ցանկացած Սերժ Սարգսյանի այսենց հրահանգի դեպքում վազելով գնալու է Սերժ Սարգսյանը։ Նախ վստահ չեմ, որ միայն Սերժ Սարգսյանի, հիմա այնտեղ կարող է տարբեր կոնֆիգուրացիաներ կարող են լինել այդ նախկին դաշտում, բայց ես առաջարկում եմ հետեւյալը, իրականում կա մի հատ լակմուսի թուղթ, եւ ես առաջարկում եմ, որ մեր հանրությունը, մեզ դիտողները եւ ընդհանրապես այսպես դիտարկեն, նայեք։ Հիմա լիքը ուժեր, որոնք ակնհայտ կապ ունեն նախկինի հետ, ասում են մենք նախկինի հետ կապ չունենք, բայց դա շատ հեշտ է ստուգելը։ Ոնց է դա պետք անել։
Նախ երբ որ իրանք ասում են կոչ են անում նախկին նախագահները չմասնակցեն ընտրություններին, իրանք կեղծ են անում այդ կոչը, բայց ես իրականում միանում եմ այդ կոչին։ Ես եմ կոչ անում նախկին նախագահներին դուրս գալ քաղաքականությունից։ Իրանց թիմերին ես դաշնակցությանը կոչ եմ անում ինքնալուծարվել, հանրապետական կուսակցությանը կոչ եմ անում ինքնալուծարվել եւ այսպես շարունակ։ Հակին կոչ չեմ անում ինքնալուծարվել, որովհետեւ լուծարված պրծած է։ Բայց ամեն դեպքում, եթե ստացվի այնպես, որ իրանք չլսեն իմ եւ իրենց կոչին, իմ իրական իրենց կեղծ կոչին, եթե չլսեն եւ էլ մասնակցեն ընտրություններին, իրենք պետք է պատասխանեն մի հարցի. եթե ստեղծվի իրավիճակ, երբ որ ձեզնից է կախված լինելու, ով է լինելու իշխանություն, դուք կմիանաք նախկիններին, թե ոչ։ Չէ, բայց այդտեղ մի նյուանս կա, ինձ թվում արդեն կսկսեն խաբել էլ իրանք այդ հարցի պատասխանը։ Դե շատ լավ, բայց ամենայն դեպս կտեսնենք, կարող է մեջները լինում են, որ ասում են մենք ոչ մի դեպքում չենք միանա, ասենք, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Չէ, իրանք բնականաբար նույն վաղարշապատի Գյումրու ձևով ասելու են հետեւյալ տեքստը. մենք ոչ մի դեպքում չենք միանա ԿՊ-ին։ Դե իրանք պետք է ուրեմն հստակ պատասխանեն, իրանք որևէ դեպքում կմիանան նախկին իշխանություններին, թե ոչ։ Իդեպ ստեղ օրինակ կարող է եւ խափեն։ Հիմա օրինակ անկեղծ քեզ ասեմ, եթե օրինակ Արման Թաթոյան այդ հարցին պատասխանի, որ ոչ չեմ միանա, ես չեմ հավատա։ Ինքը չի կարող այդ հարցին այդպես պատասխանել, ինձ թվում է։ Բայց կարելի է փորձել։ Ինձ թվում է իրանց բանը էլի այդ բանը կոնյունկտուրան փորձելու են ստանան հետեւյալը, որ ոչ մի դեպքում չենք համագործակցելու ԿՊ-ի հետ, դա ինչ որ տենց։ Դե ուրեմն այդ պատասխանը պետք է անցնել հետեւյալ կերպ։ ԿՊ-ի հետ չենք համագործակցելու, մյուս բոլորի հետ համագործակցելու ենք, հետեւաբար թող հեքիաթներ չպատմեն, որ իրանք նախկինների հետ կապ չունեն, որովհետեւ իրենք եթե իրենց արժևընտրություն դրվի ԿՊ թե նախկինները, իրենք բայց իսկ այլի չափազանց երկար ժամանակ ենք ծախսում ապացուցելու համար այն ինչը եւ իրականում ինձ թվում է ամենակարևոր 2026 թվականին ինչն է լինելու, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդհանրապես իշխանության ձևավորումը կախված չլինի Թաթոյանի եւ նման Թաթոյանի ռուսաստանցի բիզնեսմենի եւ նմանների գործելավոճից, այսինքն քաղաքացիական պայմանագիրը պետք է ստանա այնքան քվե, որպեսզի հնարավորություն ունենա միայնակ ձևավորելու համանդական մեծամասնություն, դա է ամենաապահով ձևը երաշխավորելու, որ Հայաստանը կշարունակի լինել ժողովրդավարական եւ որ խաղաղություն կլինի։ Դա միանշանակ է ու ես շատ առիթ չի եղել իրականում այս թեմայով խոսել, բայց ես անչափ շնորհակալ եմ Վաղարշապատի մեր քաղաքացիներին, ովքեր տվեցին 2026-ին նախերգանքը ու այդ ընտրությունը չափազանց կարևոր էր, որովհետեւ ակնհայտ էր, որ ընդդիմությունը կոնկրետ նույն գծած ծրագրով Գյումրու սցենարով փորձում է գնալ նաև Վաղարշապատի ընտրություններին ու հետագայում էլ փորձելու է գնալ 26-ի ընտրություններին եւ մեր քաղաքացիները շատ հստակ տվեցին այն բանաձևը, որով որ պետքա ուղղակի ջախջախել կոնկրետ այդ չգիտեմ ինչ տարերին ու ինչն է շատ կարևոր նույն Գյումրու ֆենոմենը Գյումրու ընտրությունների ֆենոմենը, որը մեր ընդդիմությանը հանգիստ չի թողնում ու իրենց հանգիստ չթողնելը նաև մեզ հանգիստ չի թողնում, որն է Գյումրու ֆենոմենը։ Գյումրու ֆենոմենը ինչու ընդդիմությունը հաջողեց Գյումրու, որտեվ խափեց մարդկանց, նույն Մարտուն Գրիգորյանը երբեք 15% ձայն չէր ստանա, եթե բոլորին պատմեր, որ գնալու է Վարդան Ղուկասյանին ընտրի։ Նույնիսկ իր ընտանիքի անդամները իրեն չէին ընտրի։ Ինձ թվում է նրա քաղաքական ուժին, նրա ընտանիքից ձայները շատ զգալիորեն կպակասեին ու դա ակնհայտ է։ Իմ համար գերակնհայտ է դա, եթե ինքը հայտարարեր, որ ինքը գնալու է ու իր քվեները տալու է Վարդանիկին, խփել են մարդկանց։ Սա առաջին բանն է, ու երկրորդը մարդիկ այդ սցենարը չէին պատկերացնում, որ կարող է տեղ ունենալ։ Թե մենք բոլորս, մեր թիմը ասում էր, մարդիկ ամեն դեպքում ասում են հալավ դե էս ինչ են ասում։ Ու հետեւաբար Գյումրու ֆենոմենը այնա, որ Գյումրին կարելի է անել մեկ անգամ։ Դրանից հետո երբ որ պլանը բացահայտվում է, այդ պլանի իրագործելիությունը արդեն իսկ չափազանց նվազում։ Գիտես ինչն է հետաքրքիր, Վաղարշապատում որ հաղթեցին ընտրություններում, էլի ընդդիմություն չգիտեին էլ ինչ ասեին, ասում էին, իսկ ԿՊ-ականները նենց են ուրախացել, ոնց որ իրենք էլ են զարմացել, որ ընտրությունն են հաղթել։ Ես թվում է թե իրանք վատ բան են ասում մեր մասին, բայց իրական շատ լավ բան են ասում։ Հա ժողովուրդ ջան, քանի որ մենք ընտրություն չենք կեղծում, մենք ընտրություններից առաջ չենք իմանում մենք հաղթելու ենք թե պարտվելու ենք։ Քանի տոկոսով, հա։ Եվ քանի տոկոսով, եւ հետեւաբար, երբ որ հաղթում ենք, դա մեզ համար մի բան է, որ մենք չգիտեինք հաստատ լինելու է, թե չէ, մենք հանրապետականը չենք, որ մտածենք հաղթելու ենք
ուղղակի չգիտենք 50% խփենք 60-70 թե 80 որոշեն նախապես կոնֆիգուրացիան ոնց տանել։ Եվ հետեւաբար այո, մենք կարծեմ ռուսաստանցի գործարարի զարմիկներ դա ասել, բա հաղթել է, բան այնքան են ուրախացել, ոնց որ իրանք էլ են իրանց վրա զարմացել։ Հա չէ, բաներ ասել, այս վերջի ընտրությունն է, այս կողմ մենք չենք մասնակցել։ Սա իրանց թիմով ինչ ունեն ռեսուրսների տեսանկյունից եւ ով ունեն մարդկային տեսանկյուններից, նախորդ օր էլ տեսա հոլովակ, էլ տեսա ուղերձ, էլ չգիտեմ ինչ, որ կոչ են անում ընտրել բոլորին, բացի ԿՊ-ից եւ Հանրապետություն կուսակցությունից, որը ցավում են, որ չհաղթահարեց շեմը։ Մեկ էլ որ Գյումրիից խոսացինք, մի բան էլ հիշեցի, Հարգարժան Վարդանիկը ինձ դատի ա տվել, իմացար։ Ինչի համար։ Որ ես ասել եմ, որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ինքը կաշառակեր է։ Իհարկե դատի ա տվել։ Բայց մի վարքան ոնց Վարդանիկը դատի ա տվել։ Հա, հիմա այդ եմ ասում, դատի տվել է, եթե դատարանը վարույթ ընդունի, շատ լավ, մեր ներկայացուցիչները կհանդիպեն դատարանում, բայց հենց այդ եմ ասում, ինչ հետաքրքիր է, բայց դա ըստ այսպես կոչված պանյատների նորմալ է, որով ապրում է Վարդանիկը։ Դե Վարդանիկը ասում էր եկեք իրար հետ գնանք նստենք բանդ, տենանք մեզնից ով մաքուր դուրս կգա։ Հա, Պաստորեն նստեց եւ սկսեց համագործակցել իրավապահ մարմինների հետ, հա, տենց է ստացվում։ Այսինքն դատի ա տվել, ես չգիտեմ, արդյոք դա իր պատկերացրած ու իր կրած ենթամշակույթի արժեքներով մաքրության հետ աղերս ունի։ Դե հիմա ուրեմն ստացվում է ինչ։ Այսինքն ինքը հայցվորի կարգավիճակ ունի։ Այո, հայց է ներկայացրել։ Ուզում եմ որ ստացվում է ըստ գողական կանոնների ինչ է ստացվում, որ ինքը դիմում է պետական մարմնին, որ պետական մարմինը ինձ պատժի։ Չէ, դա հասկացար։ Դա ակնհայտ է։ Եվ սրանից բխում է ընդհանրապես մի բան, ես նաև ասել էի, որ Վարդանիկը ակնհայտ գողական մեկն է, այդ մասով խոսքերս հետ եմ վերցնում եւ ներողություն եմ խնդրում։ Իդեպ դրա համար դատի, իսկ դա դատի բանի մեջ նշել էր դրա համար էլ որ դա էլ էր ընդգծած, գիտես։ Այդ դրա համար ներողություն եմ խնդրում գողականի մասով, որտեվ այդքան էլ ակնհայտորեն գողականի մեկը չի, որտեվ փաստորեն մարդը համագործակցում է։ Բայց մի վարքան, այսինքն մարդը Վարդանիկը քեզ դատի ա տվել նրա համար, նաև նրա համար, որ դու ասել ես կար ընդգծած այդ հատվածը, որ ես ասել եմ ակնհայտորեն գողականի մեկն է, ինքը փաստորեն ինձ դատի ա տալիս, այդ թվում խնդրելով եւ պահանջելով հերքել, որ ինքը գողականի մեկն է։ Այդ մեկը բայց անում եմ, պետք չի դրա համար ինձ դատի տալ, այդ մասով համաձայն եմ ինքնին ինձ դատի տալու հիմքով ես պետք է ասեմ որ ինքը այդքան էլ ակնհայտորեն գողականի մեկը չի կամ գուցե անցյալ գողականը կամ կանոնները խախտած գողականի մեկն է։ Հետևաբար ենթադրում եմ պետքա գալ այն հետևության որ պարզապես երեսպաշտ է։ Դե հա էլի կամ այդքան էլ մաքուր չի իր մաքրության չափանիշներից ելնելով էլի այսինքն իր կոորդինատներում բանի իր արժեքային կոորդինատներում ինքը այդքան էլ մաքուր չի։ Այլ բառերով ասած ինքն իր երազած տղամարդը չի։ Այո, կամ հա, իր ներկայացրած իր երազած։ Չէ, բայց իդեպ ես սա պետք է ասեմ։ Բայց ես ողջունում եմ, ես էլ եմ ողջունում։ Միանշանակ որտեղ սա ճիշտն է, վերջապես Հարգարժան Վարդանիկը հասկացա, որ քաղաքակիրթ ճանապարհը այդ է, այսինքն ոչ թե ինչ որ ռազմորկերքն են եւ այլն, այլ դատի տալն է, ես դա միանշանակ ողջունում եմ եւ տեսնում ես ինչ լավ է աշխատում մեր իրավապահ եւ դատական համակարգը մարդկանց ինչպես են օրերի ընթացքում վերափոխում։ Իրապես ուղիչ աշխատանք է դա ու այս վերջերս վաղարշապատից առաջ էլ իդեպ arczepiskopos Հաջապահյանը հայտարարություններ արել կոչ անելով ժողովրդին չընտրել ՔՊ իր բոլոր էպիտետներով, չէ, դավաճան, ավաճան եւ այլն սեփական ընտրական իրավունքի բարձր գիտակցմամբ։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, որ այդ նույն Աջապահյանն է, որը մի տարի առաջ ասում էր, որ ես դեմոկրատիային դեմ եմ, դեմոկրատիան չարիք է։ Չի կարելի ամեն մեկին։ Չի կարելի ամեն 4 գիրք չկարդացածին ընտրելու իրավունք տալ։ Եվ կրկին շատ լավ է, որ 1 տարի անց էլի մեր փաստորեն արդարադատության համակարգը հասավ նրան, որ նա սկսեց գիտակցել քաղաքացու քվեարկության կարևորությունը։ Էլի շատ լավ։ Փաստացի քրեակատարողական հիմնարկների հարգելի աշխատակիցներ, սա կարելի է համարել որոշակի մի բրավո ձեզ, որտեղ դուք իրապես լավ եք աշխատում ու մարդիկ իրապես ուղղվում են ձեր կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց մի հատ է կարևոր հանգամանք կա, իհարկե, սա կես կատակ ենք ասում, որտեղ բոլորին պարզ է, չէ, որ իրենց համար
քաղաքացու սեփական քվեի կարևորության գիտակցումը կարևոր է միայն այն ժամանակ, երբ որ այդ քաղաքացին ընտրում է իրենց նախընտրած ուժերին։ Իհարկե։ Այսինքն Քոչարյանն է, չգիտեմ, ռուսաստանցի գործարարը է, կամ Վարդանիկը եւ սատելիտներին։ Երբ որ իրենց չի ընտրում, այդ սեփական քվեի մեծ գիտակցումով քաղաքացին ավտոմատ վերածվում է ժեխի, 4 գիծ չկարդացածի, անգրագետի, փոքրուց հեքիաթ չկարդացածի եւ այսպես անհավատի, վախկոտի եւ այսպես շարունակի։ Բայց էլի հետ գալով այդ դատերի թեմային ինձ էլ են մեր ոդկասթից մի կտորի համար դատի տվել, դատի ա տվել են բանը Հայաքվեի Ավետիք Չալաբյանը, որը փորձում էր իդեպ հաստատված օրինական ուժի մեջ մտած, եթե չեմ սխալվում, վճիռ կա, առնվազն միացյանով վճիռ կա, չգիտեմ բողոքարկվել է թե չէ, բայց փաստա որ վճիռ կա, որ ու սահմանված նաև պատիժ կա դրա համար, որ մարդը գնացել էր, ասում էր ուսանողներին մարդը 1000 դրամ որ տանք կհանեք միտինգի։ Ես էլ մեր ոդկասթի ժամանակ ասել եմ, որ մարդը փորձում էր ուսանողներին գլուխը 1000 դրամով բան անել։ Գնես, իսկ ինքը դատապարտվել է։ Օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որտեղ ինքը ճանաչվել է մեղավոր եւ եթե չեմ սխալվում, ինչ-որ պայմանական է նշանակվել կամ ինչ-որ ուրիշ պատիժ է նշանակվել, բայց պատիժ է նշանակվել։ Դա նույն սերիայից է, էլի, որ հիշում ես Սամվել Շահրամանյանը Ղարաբաղի, որ դատի էր տվել հայոց պատմության դասագրքի հեղինակին, որովհետև վերջինս նշել էր, որ Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, այսինքն ակնհայտ փաստ, ինչն է դատի տալի պարզ չի։ Դա իրական չի, բայց այստեղ մի նյուանս կա իրական, զգացել ես ինչքան են շատացել մեր թիմի դեմ դատական հայցերը, տոննաներով։ Ու դա շատ հստակ պատճառ ունի։ Իրանք փորձում են մեզ ֆինանսապես խեղճացնել, որովհետև գիտեն, որ օրինակ երբ որ պահանջում են 500,000 դրամ, դա մեր բյուջեի վրա, մեր անձնական բյուջեի վրա իր ազդեցություն ունենում է։ Մենք հակառակը հայելային չենք կարող անել, որովհետև իրանք թքած ունեն այդ 500,000 դրամի վրա։ Չէ, այստեղ մի նյուանս կա, իրանք 500,000 չեն պահանջում, իրանք սովորաբար պահանջում են 6 միլիոն, 9 միլիոն, չգիտեմ, 5 միլիոն, մի քանի միլիոն, որը մեր կես տարվա աշխատավարձն է կամ մի տարվա ամբողջ եկամուտն է մի տարվա, այդ գումարն են սովորաբար պահանջում մեզնից ու սա միանշանակ է, որ կոնկրետ իր առաջ բան ունի, նախ այդ ֆինանսական բեռը բանան է, որովհետև բացի այդ վճռին հասնելը նախ պետքա փաստաբանական ծառայությունից օգտվել։ Իսկ փաստաբանական ծառայությունն էլ մեր օրերում մենք էլ պարոն Վարդևանյանին ծառայությունները մեզ չենք կարող թույլ տալ։ Այդքան փող չունենք։ Փաստաբանական ծառայությունն էլ ի դեպ էլի մեր առնվազն 1 ամսվա աշխատավարձի չափ է։ Հա, մեր առնվազն 1 ամսվա աշխատավարձի չափ է, որը պետքա վճարել դրա համար, որ բան լինի։ Առնվազն 500,000 դրամից է սկսում քաղաքացիական այս հայցերը։ Ես խոսել եմ մի քանի փաստաբանների հետ ու սենց գներա մոտավորապես, ու սա նրա համար արվում, որպեսզի բան անեն։ Ասեն ընկերներ սուս մնացեք։ Ու հիշում ես Սամվել Կարապետյանը օրինակ ինչ էր նշում, երբ որ Հայաստանի կեսին երևի դատի էր տվել արդեն, ինչ էր նշում պահանջի մեջ, պահանջում էր, որպեսզի դատարանը որպես միջանկյալ միջոց կիրառի արգելքը, որ տվյալ անձը պատասխանող օրինակ, չգիտեմ, ես կամ մեր մյուս գործընկերները խոսի Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի անդամների մասին, այսինքն մարդը մտել է քաղաքականություն, մեզ հայտարարել է իր հիմնական օպոնենտ ու մեր թիմի բոլոր անդամներին համարյա դատի ա տվել ու պահանջում ասում հարգելի դատան, նենց արես մարդիկ իմ մասին չխոսեն։ Այսինքն սա ոչ թե աբսուրդ է, սա տնազ է քաղաքականության։ Ու եթե սա լրիվ միութենական քաղաքականություն է, էլի, օրինակ Բելարուսում ես վստահ եմ քաղաքականությունը Լուկաշենկոին տենց են անում մոտավորապես։ Բելարուսում իրանք տենց են, օրինակ Լուկաշենկոին էլ չի կարելի, որ իր մասին ինչ-որ մեկը խոսի, ով էլ որ խոսում է, հայտնվում է բանտում։ Կարող է, բայց այդտեղ չգիտենք, բայց չի կարող, դա տենց է։ Ես իհարկե հասկանում եմ քո դիվանագիտական լռությունը եւ մնացած, դա չի կարող, դա հենց է տենց է։ Բայց ի ուրախություն ինձ Սամվել Կարապետյանը ինչքան է փորձի տենց մարդկանց դատի տալ, ախր բաներ կա, որոնց համար ընդհանրապես։ Օրինակ ես կոչ եմ անում իրեն ինձ դատի տալ հետեւյալի համար։ Ես պնդում եմ, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ունի առնվազն 3 հայրենիք. Հայաստանը, Ռուսաստանը եւ Կիպրոսը։ Ենթադրում եմ նաև, որ հաշվի առնելով, որ այդ 3 երկրներից մեկում է նա բնակվում, այդ երկիրը իր առաջնային հայրենիքն է, որովհետև այդտեղ է որոշել բնակվել։ Ինչու եմ ասում ունի առնվազն 3 հայրենիք, որովհետև առնվազն 3 երկրի քաղաքացի է։ Եվ եթե ինքը եւ ամեն երկրի քաղաքացի այդ քաղաքացիություն ստանալու
բերումով, իսկ այդ երկիրը ճանաչում է որպես իր հայրենիք։ Եվ այդ մարդը որոշել է մեզ փրկել։ Դե թող դատի տա ինձ արտահայտությունների համար։ Եթե կարող է իհարկե։ Հիմա ես բան արեց, իրական մեզ ընթացքում ման էի գալիս, թե Ռուսաստանի քաղաքացին ինչ երթում կամ ռուսերեն ասած присяга է տալիս քաղաքացիություն ընդունելուց, ռուսերեն կընթերցեմ. Я, фамилия, имя, отчество, добровольно и осознанно принимая гражданство Российской Федерации, торжественно клянусь соблюдать Конституцию и законодательство Российской Федерации, права и свободы ее граждан, исполнять обязанности гражданина Российской Федерации на благо государства и общества, защищать свободу и независимость Российской Федерации, быть верным России, уважать ее культуру, историю и традиции. Հիմա մարդը փաստացի այս վերջի կտորնա կարևոր։ Փաստացի երթվել է։ Քաղաքացիություն եթե ընդունելա չէր կարա չի երթվեր, որտեղ սա Ռուսաստանի քաղաքացի դառնալու պարտադիր պայման է, իսկ ես վստահ եմ այնտեղ առնվազն այս մասով այդ պայմանը չեն խախտել ու հետևյալն է։ Մարդը ոնց էր պաշտոնապես թե ոնց բառը պաշտոնապես երթվել է լինել հավատարիմ Ռուսաստան։ Ընդ որում վակ, ես ուզում եմ մարդիկ մեզ ճիշտ հասկանան։ Խնդիր չկա դրա մեջ, որտեղ բազմաթիվ հայեր արտագաղթել են, ընդունել են այլ երկրի քաղաքացիություն։ Իմ բարեկամներից, քո բարեկամներից։ Ես բարեկամներ ունեմ, որ Ռուսաստանի քաղաքացի են, եւ այսպես շարունակ, խնդիրը դա չի։ Եվ նորմալ է, որ մարդ ընդունում այլ երկրի քաղաքացիություն, մանավանդ երբ որ երկրաքաղաքացիություն կա, որ այն երկրին էլ ինքը պիտի հավատարիմ լինի։ Բայց նորմալ չի մեկը, որ ասում եմ 3 հայրենիք ունի փաստորեն, որը ապրում է Հայաստանից դուրս։ Մեկ էլ մի օր, որը ընդհանրապես տեղյակել չի Հայաստանում ինչա կատարվում, ասենք, երբ որ պատերազմի ժամանակ 44 օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանը կոչ արել կողմերին նստել սեղանի շուրջ եւ չգիտեմ հաղթել տարաձայնություններ, կարող այդ բառերը, բայց միտքը այդ կա։ Նորմալ չի, որ տես մեկը մեկ էլ գալիս ասում է բարև ձեզ, ես ազգային բարերար եմ եւ ձեզ պետք է փրկեմ։ Չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում բարեկամս։ Բայց առնվազն այս ամեն ինչի մեջ մի հստակ բան կա, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանին հավատարիմ մնալու իր երթմանը ակնհայտորեն հավատարիմ է։ Ու դա նորմալ է։ Չէ, իհարկե, ուխտազանցությունը մենք ոչ մի տեսանկյունից գտնել։ Չէ, ինձ թվում է։ Չէ։ Ինձ թվում է, չէ, բայց վստահ չեմ, որ այնտեղ տենց ինչ-որ կոնկրետ բան կա։ Չէ, ամենտեղ էլ լինում է, Հայաստանում էլ կա երթման տեքստ։ Կիպրոս, նո մի խոսքով, չգիտեմ, բայց Ռուսաստանն առնվազն հստակ է, որ մարդը իր երթումը պահում է ու դա ու իդեպ գիտես, չէ, ինչի կա սահմանափակում ըստ մեր սահմանադրության սահմանափակում կա падգամավորի համար եւ նաեւ վարչապետի համար, այսինքն մարդ չի կարող լինել երկքաղաքացի, այսինքն ունենալ այլ քաղաքացիություն բացի Հայաստանի քաղաքացիությունից, եթե ուզում է դառնալ падգամավոր եւ կամ վարչապետ։ Ինչի է դա գրված։ Հենց այս պատճառով, որովհետեւ մեր համարությունը գրած է այն ոգով, որ մարդը, որը կրում է առաջնային մանդատ, падգամավորը կամ մարդը, որը ասենք վարչապետ է, նախագահին էլ է դա վերաբերում, ինքը պիտի ունենա միայն մի հայրենիք։ Չի կարող մարդ Հայաստանի վարչապետը լինի մի մարդ, որը օրինակ այլ երկրի էլ է երթում տվել։ Կապ չունի դա ֆորմալ ընթացակարգ է թե չէ։ Չի կարող падգամավորը Հայաստանի լինի մի մարդ, որը բացի Հայաստանից այլ երկրի հավատարիմ լինելու երթում է տվել։ Չէ, բայց ֆորմալ, չֆորմալ։ Իդեպ նախարարն էլ չի կարող։ Դու կյանքումդ տվել ես վստահաբար զինվորական երթումը, պրիսյական։ Դու վստահաբար կյանքումդ տվել ես նաև падգամավորական երթումը։ Բայց այդ երկու երթումն էլ նաև ես եմ տվել ու այդ երկու երթումն էլ ես տենց ձևական չեմ ընկալել։ Ես դա ընկալել եմ հենց ուղիղ ու հենց գրված տեքստին համաձայն։ Ամեն մի տառը ես դրա ընկալել եմ։ Այո, եւ հիմա իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, դե գիտեք ինչ կա, Սամվել Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացի չի, հետեւաբար ինքը չի կարող լինել մեր վարչապետի տեխնացում, բայց ինքը մեր ոնց էին ասել, գաղափարական առաջնորդը։ Հա, մեր գաղափարական Հայաստանի գաղափարական ղեկավարը պիտի լինի։
ո մեծ առաջնորդ։ Բայց իրանք իրական փաստորեն ինչ են ասում։ Ասում են, գիտեք ինչ կա, մեր իրական ղեկավարը մի մարդ է, որը Հայաստանից բացի այլ երկրի էլ է հավատարմության երթում տվել։ Եվ բայց ինչ վատ է սահմանադրությունը այդ բանը ոնց որ այդ սահմանափակումը դնում է, դրա համար ինքը կլինի մեր փաստացի առաջնորդը, երկրի փաստացի առաջնորդը։ Մեկին էլ sense կնշանակենք, կասենք դավայ դու վարչապետ ես լինում։ Ձևական, հա, ինչ որ ձևական մի բան կնշանակենք, sense կամ կնշանակենք վերաբերվում մեր երկրին։ Ու այդքանից հետո իրենք կարողանում են գան ու ասենք մեզ մեղադրեն, որ մենք իրանցից քիչ հայրենասեր ենք։ Մենք իրանցից քիչ հայրենասեր ենք այն իմաստով, որ մենք ընդամենը մեկ հայրենիք ենք սիրում։ Այո, մեր հայրենիքները քիչ են, մի հատ է։ Բայց այն մյուս մասերով մենք իրանցից քիչ հայրենասեր չենք։ Հետաքրքիր տեսակետ էր։ Ինձ թվում է մենք լավ թողարկում ունեցանք, Ռուբեն։ Ես չգիտեմ։ Սիրելի ընկերներ, ինձ թվում է այսքանով կեզրափակենք մեր այսօրվա ոդկասթը, որը իմ կարծիքով լավն է ստացվել, չնայած Ռուբենը այդ կարծիքին չի, դուք մեկնաբանություններում անպայման գրեք, անպայման հավանեք տեսանյութը ու անպայման բաժանորդագրվեք ալիքին, սա օգնում է որպեսզի տեսանյութը տարածվի ու շատ ավելի շատ մարդ տեսնի, թե ինչի համար է Վարդան Ղուկասյանը դատի տվել Ռուբեն Ռուբենյանին, իսկ դա վստահ լինենք չափազանց կարևոր նորություն է բոլորի համար։ Գոր Վարդանյանի հարահայտ ֆիլմերից մեկում մի հատ մաս կա, որ ասում է սլեն էլ գող չի։ Ինձ թվում է սա հետաքրքիր նմանություն ունի։ Հետաքրքիր գեղարվեստական հղումով եզրափակեցինք ամեն դեպքում մեր եթերը, անպայման հավանեք տեսանյութը ու բաժանորդագրվեք։